Կաթնաշորի պատրաստման ամենահեշտ տարբերակն եմ ձեզ ներկայացնում տնային պայմաններում։ Երբ ձեզ ներկայացրեցի իմ տեսանյութը հայկական խանութից եւ կաթնաշոր տեսնելով շատ հետևորդներ ափսոսեցին, որ իրենց տարածքներում չկա կաթնաշոր, իրենք կարոտել են հենց այդ կաթնաշորի համին։ Դե սիրելիներս, զինվեք, հիմա ձեզ ներկայացնում եմ նման կաթնաշոր պատրաստելու եղանակը, այն շատ հեշտ է։ Գնացինք միասին խոհանոց եւ տեսեք, թե ինչպես ենք ստանում ամենահամեղ կաթնաշորը։ Ֆրանսիական բոլոր խանութներում վաճառվում է ֆրոմաժ բլա կաթնամթերքը, որը կարծես թե իրենց հենց կաթնաշորը լինի։ Այն նման է մածունի։ Տեսեք ինչպիսի գազմություն ունի։ Երևի շատերդ գնել եք եւ օգտագործել եք, շատ համեղ է, մի փոքր թթվայնությունը բարձր է, թթվաշ է այս տեսակը, բայց շատ համեղ է։ Սրանով պատրաստում ենք կաթնաշոր, դնում ենք գազօջախին, լավ տաքացնում ենք, երբ որ սկսում է եռալ, արդեն առանձնանում են նման փոքրիկ գնդիկներ։ Տեսեք, արդեն սկսում է ավելի լավ առանձնանալ, երբ տեսնում եք, որ ամբողջովին արդեն հեղուկից առանձնացել է, արդեն քամում ենք, մի փոքր թողնում ենք հովանա եւ ավելացնում ենք աղ։ Աղը կոտրում է այդ թթվայնությունը, շատ համեղ է ստացվում։ Պատրաստեք այս կաթնաշորը նման տարբերակով եւ զարմացրեք ընտանիքի անդամներին, այն շատ համեղ է ստացվում։ Ես մատուցում եմ նախաճաշին չորահացով, կամ էլ կարելի է մատուցել ընթրիքին։ Բարի ախորժակ։